հնարավոր արդյունքներ չի կարող առավել դրական ապահովել, քան եղել է իրենց առաջ, իրեն ինչ էր մնում անել, քանի որ նաև կար այսպիսի համոզմունք, որ ինքը եկել է իշխանության, այլևս այդ իշխանությունը որևէ մեկին չի տալու երկար ժամանակ, հետո լավագույն դեպքում այդ իշխանությունը պիտի զիջի իր փեսային, դրա համար պետք էր վարկանիշ ունեցող նախկին նախագահին հրեշի կերպարում ներկայացնել, տեղի էր ունեցել մարտի 1 իրադարձությունները, այդ իրադարձությունը խտացնել գույները եւ դա էլի կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, գիտեք, իհարկե այդ մարտի 1 իրադարձությունները կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ, իր իշխանության տարիների ընթացքում է դա տեղի ունեցել, բայց կարևոր է թե ինչ ֆոնով ես դու դա ներկայացնում, եթե դու դա ներկայացնում ես իրադարձություն, որ ասենք մարդը ուղակի ուզում էր մարդկանց սպաներ, հա, եւ հրահանգ է տվել սպաներ քաղաքացիներին, այդտեղ հրեշացնում ես մարդուն։ Երբ որ ասում ես իրականությունն ես ներկայացնում եւ ասում ես, որ այո, կային ցուցարարներ, որոնք զինված են եւ որոնք նաեւ կրակել են այդ հավաքի ընթացքում, հատկապես գիշերվա հավաքի ընթացքում մարտի 1-ի եւ ոստիկաններ են զոհվել եւ ոստիկանությունը ուժ է կիրառել, դրա հետևանքով մարդիկ են մահացել։